Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Տարիներ հետո կրկին հիշելու են, որ առաջի ակումբը, որ խաղացել է play-off փուլում, Նոան է։ Ինչպիսի ճանապարհ անցավ Նոան, որպեսզի կարողանար հայկական ակումբային ֆուտբոլը հասցնել այդ պատմական նվաճմանը։ Ճանապարհը բարդ էր, փառքոպատիվ մեր ֆուտբոլիստներին, մեր ակումբին, որ կարողացանք անցնենք եւ պատմություն կերտենք։ Ինչ դեր ունի երկրպագուների աջակցությունը կոնկրետ հենց Նոայի համար։ Մեր երկրպագուները ֆանտաստիկ են։ Այն միջավայրը, որ ստեղծում են մարզադաշտում, մեզ տիպում է հավատալ եւ առաջ գնալ։ Ալիք ենք անում։ Իսկ որպես հայ ֆուտբոլիստի վաղվա խորհրդանշական հանդիպումը ինչ զգացողություններ է առաջացնում։ Տանն եք վերջապես խաղալու։ Տունը կարողանաս պայքարես քո երկրի ու քո թիմի համար, ուրիշ զգացողություններ ա, որը որ շատ ժամանակ չէ լինում բացատրել։ Հաղթանակ ենք մաղթում։ Սպասում ենք բոլորին մարզադաշտում ու առաջ ենք գնում պատմություն կերտելու։ Առաջ Նոա, առաջ։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն, այսօր ֆուտբոլային թեմայի մեջ ենք, որովհետև արդեն վաղը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության անիվը շրջած Նոան հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի նիդերլանդական Ալկմարին։ Այո, եւ հենց այդ առիթով մենք հրավիրել ենք մի մարդու, ով վաղը հենց պատմական հաղթանակ է տանելու իր թիմի հետ միասին։ Կանխագուշակում ունենք Այո, արդեն։ այո, առաջին կանխագուշակումը եղավ մեր հյուրն է Նոայի ավագ Հովհաննես Համբարձումյանը, ողջույն Հովհաննես։ Ողջույն։ Մեր տրամադրությունը ամենատեպս մարտական է, ձեր ինչպես է։ Մարտական։ Բայց Մի րոպե, գնաց։ Ալիք ենք անում։ Ստեղից ենք անում։ Գնաց։ Մի հատ էլ ալիք արեք, պատրաստվում ենք պատմություն կերտել կրկին։ Այո։ Ինչպես 2025 թվականին տեղի ունեցավ եւ Նոան պատմական նվաճման հասավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ եւ դրա մասին մենք շատ երկար բուռն խոսեցինք, մենք շատ շնորհակալ ենք նախ այդ էմոցիաների համար եւ մաղթում ենք, որ առաջիկայում էլ բոլոր հանդիպումներն ավարտվեն այդպիսի էմոցիաներով հայ երկրպագուների համար։ Շնորհակալություն։ Գնանք 2025 թվական եւ պարզենք, թե ինչպիսի ճանապարհ անցավ Նոան, որպեսզի կարողանար հայկական ակումբային ֆուտբոլը հասցնել այդ պատմական նվաճմանը։ Ճանապարհը բարդ էր, շատ փորձություններով, բայց կասեմ փառքոպատիվ մեր ֆուտբոլիստներին, մեր ակումբին, որ կարողացանք անցնենք եւ պատմություն կերտենք։ Պատմության մեջ մնալը միշտ հաճելի է ու սպորտային պատմությունը միշտ հիշվում է։ Տարիներ հետո կրկին հիշելու են, որ առաջի ակումբը, որ խաղացել է play-off փուլում, Նոան է։ Բայց կային առանցքային կետեր, որ ձեր թիմը հաղթահարեց եւ էմոցիոնալ առումով եւ սառնասրտության առումով, ինչ տվեց այդ հաղթանակը նաեւ թիմին։ Իհարկե կային կոնկրետ Եվրոպա լիգայից դուրս մնալը առանցքային պահ էր, որը ցույց տվեց մեր թիմի ուժը ու հավատը ու միասնականությունը, որովհետեւ ամեն թիմ չէր կարող դուրս գալ այդ փորձության մեջից, որովհետեւ շատ ցավալի պարտություն կրեցինք, իսկ դրանից հետո հաղթանակը խոսում է ֆուտբոլիստների մասին եւ ակումբի մասին։ Իմ կարծիքով նոր մի քիչ առաջ մենք խոսում էինք նախնական զրույցում երկրպագուների դերից, ընդհանրապես խաղերի ժամանակ նշեցիք տարբեր խաղերին, տարբեր քանակի հանդիսական, ովքեր որ գալիս են ու երկրպագում են։ Էական չի որ թիմին, կարևորը մարդկանց քանակությունն է այս պարագայում այդ ահռելի մեծ մարզադաշտում։ Հետաքրքիր է ինչ դեր ունի երկրպագուների աջակցությունը կոնկրետ հենց Նոայի համար, Նոայի ֆուտբոլիստների եւ ամբողջ Նոայի թիմի համար։ Նախ կնշեմ, որ մեր երկրպագուները ֆանտաստիկ են։ Այն միջավայրը, որ ստեղծում են մարզադաշտում, մեզ տիպում է հավատալ եւ առաջ գնալ եւ պայքարել առաջի րոպեից մինչեւ վերջի րոպեն, իսկ երկրպագուները միշտ սենց ասեմ, ատմոսֆերային խաղ են ապահովում, որը որ ֆուտբոլի մի մասնիկն է եւ առանց դրա ֆուտբոլիստների մոտ այդքան էլ լավ չի ստացվում կամ տրամադրվածությունը այն չի լինում։ Ամենակարևոր խաղը առանցքային դեր ունեցած, որից հետո ուղեգիրը արդեն մեր ձեռքում էր, այսպես ասած, Լեգիայի դեմ խաղներ, որի առաջին խաղակեսը առնվազն հաղթանակի մասին չէր, հայկական, չէ՞, այդ իմաստով։ Եվ բայց եւ կարելի է 84-րդ րոպեին, չէ, խփվեց երկրորդ հաղթական գոլը։ Բայց ես ամեն դեպքում ունեի տպավորություն, որ մարզադաշտում գտնվող երկրպագու չեն դադարել հավատալ ձեզ եւ արդյոք չեմ սխալվում, որ կարծում եմ, թե նաեւ այդ անսասան հավատն էր երկրպագուների, որ հասցրեց ձեզ հաղթանակի։ Ճիշտ ասած, առաջի խաղակեսը պարտվելու խաղակես չէր, բայց պարտվեցինք, բայց ֆուտբոլը 90 րոպե է տևում եւ
կարևոր դերերից մեկը հենց երկրպագուներինն էր, որ ֆուտբոլիստների հետ իրանք էլ էին հավատում եւ թիմին ստիպում էին այն դժվար պահին, որ չէր ստացվում ինչ-որ բան, առաջ գնալ եւ ստացվեց այսի ես կասեմ Լեխիայի խաղը բոլորիս հաղթանակները, թե ֆուտբոլիստների, թե երկրպագուների։ Ու հետաքրքիր է այդ վերջին պահին խփված գոլերը ինչ նշանակություն ունեն, որովհետև եթե մինչև այդ պարտվում են կամ ճիշտ է ֆուտբոլի 90 րոպե է, չհաշված նաև ավելացված ժամանակի, եթե ավելացվի, այդ վերջին պահին խփված գոլից հետո այդ հաղթանակը տոնելը ոնց է, ինչ էմոցիաներ է։ Հաղթանակը միշտ լավ էմոցիաներ է տալիս, իսկ վերջին պահին գոլ խփելուց հետո հաղթանակը կրկնակի է էմոցիաները դարձնում, իսկ վերջին պահին միշտ գոլ խփելը եւ հաղթանակ տանելը ցույց է տալի ֆուտբոլիստների բնավորությունը, թիմի ընդհանուր մտածելակերպը, հաղթանակ ունենալու ցանկությունը։ Դրա համար միջև վերջի րոպեն, միջև մրցավարի սուլիչը վերջի խաղում ենք։ Ռիտուալների մասին եմ ուզում հարցնել, կա ինչ որ խաղից առաջ ռիտուալ կամ ինչ որ փոքրիկ ծիսակարգ, որը անում եք ու խաղը ավելի լավ է գնում։ Հատկապես որպես ավակ ծիսակարգ կամ ռիտուալ չկա ֆուտբոլում, կան մարդիկ, որոնք որ սպորտում ընդհանրապես կան, որ ձեր թիմի ներսում, որ դուք օրինակ հավաքվում։ Չէ, մինչև այսինքն հանդերձարանում, որ նախախաղային Իհարկե հավաքվում ենք, խոսում ենք, մարզիչն է խոսում, ես եմ խոսում, հավաքներն են խոսում, խաղացողներն են խոսում, սենց ասած դուխ ենք տալիս իրար, հավատ ենք ներշնչում, որ միասնական պետքա լինենք, առաջ պետքա շարժվենք ու ստացվում է։ Ամենական աշխատում է դրա համար լանում ենք։ Հայրս ֆուտբոլասեր է ու ես անընդհատ գիտեք ինչ արտահայտություն եմ լսում, երբ որ մեր թիմերից մեկը կամ հավաքականը պարտվում են, այդ պահին հաշվում, ասում է՝ «Տղերք, հոգեպես չընկճվեք, հոգեպես չպարտվեք, շարունակեք պայքարել»։ Ինչպես է հաջողվում ձեր թիմին դժվար պահերին հավաքվել ու հոգեպես չընկճվել եւ առաջիկա խաղում արդյոք այդ տոկունությունը հոգեբանական կա ձեզ մոտ, որ եթե 1-2 գնդակի տարբերությամբ դեռ պարտվում եք, չընկճվեք ու գնաք առաջ։ Եթե մեծ չի հաշիվը, հոգեպես չի կարելի ընկճվել սպորտում, ընդհանրապես սպորտում, ֆուտբոլում առավելս, որովհետև ժամանակ ունես եւ կարա 5 րոպեում ամեն ինչ փոխվի, իսկ մյուս հարցը որն էր։ Կա ձեր թիմի ներսում, ես երկար եմ, կա ներսում արդեն, որ իրար նայում եք, չգիտեմ, ոգի եք փոխանցում իրար ու շարունակում եք խաղալ։ Հա, ոնց չկա։ Հատկապես որպես ավակի եմ այդ հարցը տալիս։ Ոնց չկա, ես կոնկրետ իմ մասին ասեմ, ես կյանքում չեմ հանձնվում, միջև վերջի րոպեն անգամ խոշոր հաշով պարտվելուց, եթե չի ստացվում, անգամ լավ խաղալ, բայց փորձում եմ ամեն ինչ անել, նույնն էլ մեր ֆուտբոլիստների մասին կասեմ։ Ուղղակի գոռում ենք, դուխ ենք տալիս իրար, ստիպում ենք ֆուտբոլը 11 հոգի են խաղում, ինչ որ մեկը կարող է ուշադրության պակաս ունենա, ստիպում ենք, որ միշտ խաղի մեջ մնա եւ հա, թիմային աշխատանք կատարի, որովհետեւ ֆուտբոլում թիմային աշխատանքը ամենաառաջնայինն է եւ թիմային աշխատանքի արդյունքում է հաջողությունները գալիս։ Այ վաղվա խաղը ինչ դեր է ունենալու հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում։ Վաղվա խաղը պատմական խաղ է Հայաստանի համար, ոչ մի թիմ փլեյոֆում չի խաղացել, նախ առաջինը երկրպագուները հաճույք կստանան եվրոպական մեծ ֆուտբոլից, մեծ ակումբ է գալիս Հայաստան եւ հետագայում էլ ավելի կմոտիվացվեն թե մենք, թե մնացած ակումբները, որ կարողանան առաջ շարժվեն եւ կարողանան փլեյոֆում մասնակցեն, իրանք էլ մասնակցություն ունենան։ Արձանագրված է արդեն, որ կարող է փաստորեն հայկական ակումբը ֆուտբոլային մրցել եվրոպական ակումբների հետ եւ Հայաստանում հյուրընկալել։ Հայաստանում ներկայ դրությամբ շատ լավ մրցաշրջան է ընթանում, այս տարվա կոնկրետ առաջնությունը շատ բարդ է եւ շատ թիմեր կան, ովքեր որ պայքարում են առաջի երրակի համար։ Իհարկե դա էլ է ստիպում թիմերին ուժեղանալ եւ ել ավելի շատ լավ արդյունքներ գրանցել Եվրոպայում։ Իսկ որպես հայ ֆուտբոլիստի վաղվա խորհրդանշական հանդիպումը ինչ զգացողություններ է առաջացնում։ Տանն եք վերջապես խաղալու։ Իհարկե լավ զգացողություններ է, ուրիշ երկրներում որ խաղացել եմ բախտավիճակ է խաղալ եվրոպական խմբային փուլում։ Տունը կարողանաս պայքարես քո երկրի ու քո թիմի համար ուրիշ զգացողություններ է, որը որ շատ ժամանակ չի լինում բացատրել։ Ի վերջո, իմ կարծիքով Նոան որպես մոտիվացիա է նաև հայկական այլ ակումբների համար, ովքեր որ ուզում են։ Բոլորիս համար է մոտիվացիա ինձ թվում։ Հետաքրքիր է որն է
ամենակարևոր գաղափարախոսությունը, որը որ տանում է առաջ թիմին միշտ։ Ամենակարևորը նոյում գիտեք ինչն է, որ միայն հաղթանակներ են սպասում։ Հաղթանակներից բացի ուրիշ ոչ մի բան շատ ցավալի եւ շատ բարդ է տարվում բոլորի համար, թե ֆուտբոլիստների համար, թե այն մարդիկ, ովքեր որ աշխատում են ակումբում եւ ակումբի կողքն են կանգնած, եւ դրա համար սենց ասեմ, մեզ վերջում նոյի խոսքերից մեկը չեմպիոնների տուն եւ դրանով ամեն ինչ ասված է, միայն տիտղոսներ են սպասում եւ միայն հաղթանակներ են սպասում ամեն խաղից ու ձեզի ասեմ, որ մարզման ժամանակ էլ է տենց ֆուտբոլիստները, որ տեսնեք ոնց են խաղում մենք իրար հետ, կմտածեք մենք իրար հետ չունենք sense ասած, բայց բոլորը պայքարում են, բայց բոլորը պայքարում են հաղթանակի համար անգամ մարզումներում։ Միմյանց դեմ, այսինքն։ Լավ մարտավարություն է, բայց Հովհաննես, լավ, եկեք մի քիչ էլ խոսենք հայկական ֆուտբոլի ապագայի քո տեսլականի մասին։ Ինչպիսին է քո կարծիքով, ուր ենք գնում, լավ ենք գնում, թե դեռ շատ են հապաղումները։ Իմ կարծիքով լավ ապագա ունի հայկական ֆուտբոլը, նայում ենք այս տարվա առաջնությունը եւ արդեն եթե նույն ձև շարունակվի միշտ 4-5 թիմ պայքարեն չեմպիոնության համար, ինքս ինքյան կբերի, որ հայ ֆուտբոլիստները կխաղան, հավաքական լավ ֆուտբոլիստներ կեթան արդեն պատրաստ, որովհետեւ մրցակցություն է լինում թիմերում, լավ լեգիոնականներ են գալի Հայաստանում եւ նման կերպ մի քանի տարի շարունակելու դեպքում հայկական ֆուտբոլը մեծ ապագա ունի, այս տարի շատ մեծ քայլ է արել, որ կարողանանք հաջորդ տարիների ընթացքում լավ թիմեր ունենանք Եվրոպայում եւ թիմերը լավ արդյունքներ գրանցեն։ Հովհաննես միշտ ասում են, որ տենց ինչ որ կարծրատիպային բան կա, որ դե հայերը խմբային, այսինքն թիմային խաղերից այդքան էլ ուժեղ չեն, ինչը հակառակը արդեն ապացուցվել է, սա հարցի այլ կողմն է։ Դե այդքան էլ ուժեղ չեն թիմային խաղերից, անհատական սպորտաձևերում, այո, ծանրամարտ կամ չգիտեմ, այլ անհատական սպորտաձևերում ավելի ուժեղ են։ Ինչի համար է առաջացել էս կարծրատիպը։ Եվ որքանով է իրականությանը համապատասխանում։ Ճիշտ ասած, համաձայն չեմ դրա հետ, այո, անհատական սպորտաձևերում մեդալներ ունենք, բայց դրանք ուրիշ սպորտաձևեր են եւ դրանց համար 1-2 խաղը կամ բոյը կամ չգիտեմ հերիքա որ մեդալ նվաճես, իսկ ֆուտբոլը ավելի բարդ իմ կարծիքով ավելի բարդ սպորտաձև է մեդալ նվաճելու համար եւ արդյունք գրանցելու համար իմ կարծիքով դա է պատճառը իսկ ֆուտբոլում մրցակցությունը միլիարդների է գալիս ֆուտբոլիստների քանակը եւ դրանց մեջ ինչ 10 հոգու հետ մրցես, ինչ միլիարդներով մարդկանց հետ մրցես, մի քիչ տարբեր է։ Մենք ունենք շատ ուժեղ սպորտսմեններ, ովքեր որ մեդալ են նվաճում եւ շատ ուժեղ են իրանց բնակավարներում ու դա հպարտություն է Հայաստանի համար, բայց ֆուտբոլն էլ ունի իր մանրուքները, որը որ պետք չէ ձևակերպել իմ կարծիքով, որովհետեւ մի քիչ բարդ է ավելի մրցակցությունը։ Մենք ուզում ենք, որ դուք վաղը եւ այսուհետեւ ամեն խաղի ժամանակ հերքեք այդ կարծրատիպը, որ մենք թիմային սպորտաձևերում ուժեղ չենք եւ չենք կարողանում թիմով խաղալ։ Վաղը մեզ ոչինչ չի խանգարելու, ոչ ժամը, ոչ եղանակը, մի քիչ ուշ ժամի է ցավոք սրտի, բայց մեզ չի խանգարելու, մենք կարծում եմ բազմաթիվ ֆուտբոլասերներ եւ ձեզ հավատացողներ գտնվելու են հանրապետական մարզադաշտում 21:45-ին դեպ մեկնարկում է խաղը։ Հաղթանակ ենք մաղթում, հերթական պատմությունը կերտեք եւ մեզ իսկապես ուրախացրեք այդ հաղթանակով, որովհետեւ մենք մեր ազգը եւ ամբողջ հանրապետությունը ունի այդ հաղթանակի էմոցիայի կարիքը։ Շնորհակալություն, սպասում ենք բոլորին մարզադաշտում, սպասում ենք երկրպագուներին բոլորին, երկրպագում են այնպես ինչպես Լեխիայի եւ մնացած խաղերում ու առաջ են գնում պատմություն կերտելու։ Ինչպես ասում են առաջ նոա, առաջ կասեի ես ու կասեմ ես միշտ։ Դե ինչ դες հաջողություն ենք մաղթում վաղը, շնորհակալ ենք որ կհանդիպենք մարզադաշտում բոլորով։ Շնորհակալություն։